Նիկոլ Փաշինյանի դիմաց այլևս Ռուսաստանը կոնկրետ դնում է մանևրելու տեղ չկա, չեք կարող լինել ԵԱՏՄ անդամ, որոշում պետք է կայացնեք, եւ մենք տեսանք նաեւ Սանկտ Պետերբուրգում խորին շնորհակալություններ Փաշինյանը հայտնում Ալիևին, համեցեք։ Նախ Ռուսաստանի եւ երկրի ղեկավարի եւ վարչապետ, փոխվարչապետներ, տարբեր տնտեսական տարբեր կառույցների ղեկավարների կեցվածքը նոր չէ։ Սա առաջին անգամ չէ, հիմնականում դրա մասին բացաձայնում է փոխվարչապետ Օվերչուկը, որ միաժամանակ չէ կարող երկու մաքսային կառույցի մեջ լինել, ինքնին դա հակասություն է, ոչ թե դա պարոն Օվերչուկի կամ երկրի վարչապետ Միշուստինի կեցվածքն է։ Ակնհայտ է, որ Փաշինյանը այս գործողությունները, եթե մենք, որոնք փորձագետներս, վերլուծաբաններս բաց աղբյուրներից կարողանում ենք բավականին ճշգրիտ կերպով գնահատել քայլերը, նպատակները օրվա իշխանությունների եւ պատվիրատուների, որոնք հանձնարարականներ են իջեցնում Հայաստանի իշխանությունը, թե մեզ համար տեսանել է, ապա որքանով տեսանել է մի հզոր տերության երկրի ղեկավարները, որոնց սեղանին բնականաբար դրվում է նաեւ որոշակի փակ տեղեկատվություն, որը հրապարակման ենթակա չի։ Իրավիճակը իրենք հրաշալի հասկանում են եւ բնականաբար գալիս է պահը եւ գալու է պահը, որ Հայաստանի իշխանությունները ուղղակի իրենց քայլերը վերջնարդյունքում շախմատային լեզվով ասած ցուկցվանգի վիճակում են իրենց դնելու։ Այսինքն ինչ քայլեր անեն, սկզբունքորեն իրենց դեմ է աշխատելու, թեև հիմա էլ է այդպես, բայց ուկրաինական թնջուկը լուծելուց հետո, ընդ որում վերջերս Մայամիում երեք ավարտվեց հանդիպումը Ռուսաստանի ներկայացուցիչի, նախագահի եւ ԱՄՆ-ի, հաջորդ հանդիպումը բարձրաձայնվեց, որ Դիմիտրիևը ասաց, որ Մոսկվայում է լինել, վաղ թե ուշ Ուկրաինայում Ռուսաստան արեմուտք, որի առանցքը Բրիտանիան է եւ Եվրամիությունը, այդ պատերազմը կանգնելու է։ Բնականաբար արեմուտքի գլոբալիստների պարտությամբ, բնականաբար այդ պարտությունը ալիքաձև շատ արագ տեղափոխվելու է բոլոր այն երկրները, որտեղ գլոբալիստներն են բերել իշխանությունների տվյալ երկրներում, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետությունում։ Ուզում եմ ասել, Հայաստանում կարող են մինչև հունիս ամիսը գործընթացներ գնալ, որի մասին մենք կարող ենք ենթադրել, թե ինչ գործընթացներ կարող են գնալ։ Ուստի եւ Ռուսաստանի կեցվածքը շատ նորմալ է, իր ազդեցության տարածքն է, իր համար ռազմավարական դաշնակից պետության երկրի ղեկավարության կեցվածքը անընդունելի է, փորձում է անել քայլեր, որը անելուց հետո կարող է իսկապես գործնականում վնասել իշխանություններին, բայց այդ վնասի հետևանքները կարող է կրել նաև մեր ժողովուրդը եւ մեր պետությունը, բայց քանի որ մեր ժողովուրդը եւ մեր պետությունը Ռուսաստանի համար կարևորագույն արժեք են, ապա ինքը այդ քայլերի առումով որոշակի սահմանափակումների մեջ է, չանի քայլ, որը չվնասի մեր ժողովրդին, չվնասի մեր պետականությանը, ինչպես ասում են, առայժմ ժամանակապես հանդուրժում է, բայց ես չեմ բացառում, գիտեք, Փաշինյանը հիմա շատ կարմիր գծեր է անցել, ես այդ ժամանակը չգիտեմ, չեմ կարծում, որ Ռուսաստանի կեցվածքը ժամանակ տալը, ինչպես ասում են, արևմտյան քաղաքական գործիքակազմի կարևորագույն բաղադրիչներից է։ Ուղղակի Ռուսաստանը անում է այն, ինչ անում է, հաղթել արևմուտքին Ուկրաինայում։ Այնտեղ կռիվը պատերազմը կանգնում է, ես չգիտեմ երբ կկանգնի։ Այնուամենայնիվ Բրիտանիան, Եվրամիությունը դիմադրում են, որ այդ պատերազմը չկանգնի, անել ամեն ինչ, որ այդ պատերազմը շարունակվի։ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները անում են ամեն ինչ, որ այդ պատերազմը կանգնի։ Որ պայն այնտեղ պատերազմը կանգնում է, ասում եմ, ալիքաձև եւ շատ արագ մեր նման երկրներում իշխանափոխություն ուղղակի օրվա հրամայականն է դառնալու։ Գիտեք, այդ բառերը երբ լսեցի, խորը շնորհակալությունը, հիշեցի կոշիկ լիզելու մասին։ Փաշինյանը երբ այսպես մի կեցվածք է դրսևորել, որը իր ներքին էությունն է, որը արժանապատվությունն է, որը Արցախում հաղթած երկրի վարչապետի կեցվածքն է, իսկ մինչ այդ ընդդիմադիր մեղադրում էր իշխանություններին կոշիկ լիզելու մեջ, հետո պարզվեց ինքը ուղղակիորեն անում է ճիշտ հակառակը։ Դե խորին շնորհակալություն, ասենք, այդ նիստի ժամանակ նման բան ասելու իմաստը ո՞րն է։ Այսինքն մեսիջներ կրկին Ադրբեջանին, Թուրքիային, որ ինձ օգնեք, ինձ չխանգարեք,
որպեսզի 2026-ի հունիսին ես վերընտրվեմ եւ իհարկե կատարեմ բոլոր այն խոստումները, որ մինչը տարել եմ։ Ընդհանրապես, այսինքն քծնանքի մեծ դոզա, ընդ որում անսպառ եւ մեծ պաշարով, ոչ ավել եւ ոչ պակաս։